համակարգման և ընդհանրացման դաս ենք անելու, որպես դասի տիպ այդպիսին ենք ընտրել և մեթոդը ընտրել ենք շրջված դասարան մեթոդը։ Մեր գիտելիքների վրա կատարել ենք շրջված դասարան մեթոդի օգնությամբ դաս, որի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները։ Ընկեր Հակոբյանը դասի պլանը հավաքել է մի մուգ հարթակում, ինչպես նաև ձևավորել է պատել կետքում հարթակում պատը և մեզ շփոթված հետաքրքրել է լայքուզի կետքում հարթակի միջոցով տեսանյութում առաջադրանքներ ներառող հարցումը, որը կազմակերպել էր ընկեր Հակոբյանը և դա նպաստեց մեզ մոտ ուշադրության զարգացմանը, ինչպես ուշադրության զարգացմանը մենք տեսանյութը նայելով որոշակի ժամանակով պատասխանում էինք հարցերին և տեսանյութը չէր թույլ տալիս առաջացնել, մինչև հարցերին չէինք պատասխանում։ Օրինակ այդ հարցերից ըստ գործառական բնույթի ներումները լինում են կարող եք պատասխանել շարժողական, պատասխանելուց հետո միայն արդեն շարունակում էր տեսանյութը և կրկին շարունակում էր հարցեր տալ տեսանյութի ամբողջ ընթացքում։ Շատ լավ։ Ընկեր Հակոբյանը նաև 7-րդ դասարանի ծրագրի հետ կապ ստեղծելու նպատակով SWAY Microsoft հարթակում նյարդային հոկարկի էվոլյուցիան է պատրաստել և տեղադրել։ Դա նաև մեզ օգնեց վերհիշել 7-րդ դասարանում մեր անցածը և անցածի վրա նորը կառուցել, այսինքն նոր գիտելիքներ։ Այստեղ տեսնում ենք ողջամերների տիպը և այստեղ շարունակում է նյարդային հոկարկի էվոլյուցիան տարբեր տիպերին։ Գործնական աշխատանքի շրջանակում այդ կատարեցինք ինժեներական քաղաք և արպեոլիքս, որտեղ մենք ծանոթացանք Հայաստանի նեյրոտեխնոլոգիաների վերաբերող զարգացումը։ Գևորգը, Գևորգյանը կարող ես ներկայացնել Այս դասի շրջանակները նաև պատրաստվել է ինտերնետային վեբ-պեյջը պատրաստվել է այն թեմաների շուրջ, որոնց մասը խոսվելու է այս դասի մեջ։ Ճանաչական կապեր ստեղծվել ինչպես հայոց լեզվի հետ, այնպես էլ մաթեմատիկայի հետ, այնպես էլ քիմիայի հետ։ Կարելի է ասել, մեր բոլոր առարկայացանքը մեր դասի մեջ կա, իրականում ուղղակի շեշտադրում ենք հատկապես այդ առարկաները։ Որն ինչ առարկայական կապի շրջանակներում նաև վեգետատիվ նյարդային համակարգ ավելի լավ պատկերացնելու համար մենք կատարենք մի փոքրիկ վարժություն, որը ներկայացնում է վեգետատիվ նյարդային համակարգի բաժինները, սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների կապը մեր առօրյա օգտագործվող դարձվածների հետ։ Մաշկը մեր ամենամեծ օրգանն չէ, որի սնուցել է պետք, բայց այդ բայի մաշկը մեզ ինչ է պետք։ Այդ գործողության ժամանակ պետք չէ։ Սիրտը թեթևանալ։ Սիրտը թեթևանալը գնում է պարասիմպաթիկը, ճիշտ է։ Շունչ քաշել, տեսեք շունչ է քաշում։ Այսինքն ինչ է բաղ։ Իսկ շունչը բերանի ձևից դուք արդեն նշեցիք։ Սիրտը վեր թռներ, շունչ առներ, պատի ծեպծարներ, իսկ ինչ եք կարծում, օրինակ ասենք ձեր տատիկները կամ ձեր ծնողները մտածել են այդ մասին, որ ասել է պատի ծեպ է ստարել, բայց մտածել են, որ այդ պահին մաշկին արյունատար անոթների նեղացում է անհրաժեշտ, ուսումնությունը անհրաժեշտ չէ կա, չեն մտածել, չէ, բայց տեսել են, փորձի արդյունքում տեսել են, որ վախի ժամանակ մարդը սպրտում է, մենք բացատրում, թե ինչի է սպրտնել, ներին ջուր դարում, այ ես ինձ լավ դիբացատրեք, ինչի սիմպաթիկի պարագայում, ես ես ասեցի, չէ, այդ պարին ինչ հարցուղեղից կա, պիտի հարցնեմ ձեզ, ինչի սիմպաթիկի պարագայում ներին ջուր է դարում, Մարսողական մասնակի հետիմներ այսինքն լեղին ջուր է դառնում, լեղին դա իմաստ չունի արդեն, այսինքն լեղը արտադրություն չկա, որտեղ մարսողական համակարգ գնալի հետ է կրել։ Այդ որ համակարգներ հետ բլանգնում։ Սիրտը տերապիա արդեն ասեցիք, մազերը ցիցիկ կամ ապացակներ։ ծավալ պետք է մեծանա, որ բախտան։ Հա, ուրեմն մի փոքր փիսո է, բայց որ ինքը ուզում է վախեցնել կամ վախենում է, ինչի ինքը մեծ երևա, վտանգավոր երևա, այսինքն դրա համար է, մենք էլ ենք պահել այդ հատկանիշը, բայց հաստատ մեր մազերը մեզ պետքան ծավալ չի կա։ Բայց մնացել է
հատկանիշ։ Աչքը բլշը Սիմպաթիկ։ շատ լավ։ Աչքը բլշը ինչն է վերաբերվում։ Ինչի է բլայնանում։ Որ տարածք լավ երևա։ Աչքերը 4 ամեն։ Շատ լավ։ Սա ուղղակի մեզ աշխուժացնող խաղ, որ եւ ամրապնդեցիք նաեւ խաղի միջոցով սիմպաթիկ բարեսիմպաթիկ միախտային համակարգի գործառույթները կապ ստեղծելով հայաստանցի դասվածների հետ։ Աշխատանքի բաժանում ինչպես իրականացվեց։ Խմբերի բաժանվեցինք ելնելով մեր հետաքրքրություններից, նախասիրություններից եւ կարողություններից, օրինակ առաջինը 10 ինժեներական քաղաքում եւ Արմբիոնիքսում կներկայացնեն Մարինան, Գոհարը, Լիդան եւ Կիրակոսյան Անահիտը։ Այդ թեստի եւ կիսամեակային գնահատականների վերլուծություն արել են եւ կներկայացնեն Կիրակոսյան Անահիտը եւ Մերին։ Հետազոտական աշխատանքներ իրականացրել են Կամիլան, Միլենան, Քրիպսիմեն, Գեղամը եւ ես։ Ինտերնետային վեբ էջի ներկայացումը Գևորգը եւ Գեղամը եւ բլից հարցում են կազմակերպել ամենաարագախոսների կողմից Քրիպսիմեի եւ Կամիլան։ Սա վերին վերջույթն է, որը աշխատում է սենսորների միջոցով, սենսորները տեղադրվում են մեջքի մեջ եւ կոմպյուտերի ազդանների շնորհիվ սկսում է կառավարել։ Համադրոցական IT թեստավորում, որի նպատակ ուներ համեմատել ուղղուղի գնահատող հնարավորություններով սովորողների առաջին կիսամյակում ստացած գնահատականների հետ։ Դրա համար իրականացվեց IQ ունիվերսալ թեստերի ընտրություն։ Թեստավորումները իրականացվեցին համակարգչային կենտրոնում, արդյունքների գրանցում եւ համեմատում կիսամյակային գնահատականների եւ դիագրամի կառուցում, եւ խնդիրների վերհանում, քննարկում եւ խնդիրների առաջարկում։ Լուծման ուղիների առաջարկում։ Շրջումել երեք մասը։ Այստեղ մենք կարող ենք տեսնել, որ Զաքարյան Արամի մոտ եւ կիսամյակային գնահատական եւ IQ-ն համընկնում են եւ ունի 123 միավոր։ Ինչպես նաեւ Հարությունյան Գագիկի մոտ կարող ենք տեսնել, որ եւ կիսամյակային գնահատականը եւ IQ-ն իրար համապատասխան են, սակայն կարող ենք տեսնել եւ հակառակ պատկերը Հովհաննիսյան Գայանեի մոտ։ Ու մոտ աշխատասիրությունների կիսամյակային գնահատականը բավականին բարձր է, սակայն ցածր է նրա IQ-ն։ Եվ քանի որ մենք ճանաչում ենք տվյալ աշակերտին եւ ցանկանում ենք իմանալ թե ինչպես է նա աշխատում եւ ինչպես է իր օրը կազմակերպում, որ կարող է հասնել այսպիսի արդյունքների։ Եվ դրա համար նրանք կանչեցինք եւ անցկացրեցինք հարցազրույց։ Եվ ներկայացրեց, թե ինքը օրվա ընթացքում ինչ անում, ինչպես է Ինչպես նաև որպես աշխատասեր երեխա հարցեցինք, թե ինչ մեթոդներ կարելի օգտագործել, որպեսզի երեխաները սկսեն հնարավորինս աշխատել։ շատ լավ։ Այդ հետազոտությունները կատարվել են տարբեր նյութերի շուրջ։ Դրանք են միախտային հյուսվածքի 3D տպման հնարավորությունները, գլխավոր համակարգիչ ինտերֆեյսը, նեյրոինտերֆեյսները, նեյրոպլաստիկությունը, գլխավոր խթանման միջոցով հիվանդությունների բուժման հնարավորությունները։ Ես ընտրել եմ միախտային հյուսվածքի 3D տպումը, քանի որ այն առնչություն ունի մոպական մասնագիտության հետ, ցանկանում եմ դառնալ բժշկուհի եւ ինձ համար չափազանց կարեւոր է, որ մի շարք հիվանդություններ գտնեն իրենց լուծման ուղիները, իսկ 3D տպված միախտային հյուսվածքը տալիս է այդ հնարավորությունները։ Մարդու կյանքը լի է անսպասելի իրադարձություններով եւ մեզանից ոչ ոք չի կարող կանխատեսել, թե իր կամ իր հրազատի կյանքը ինչպես կարող է շրջվել ընդմիշտ, ոչ ոք չի կարող կանխատեսել կամ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից, որոնք օրինակ կարող են հանդիսել ողնուղեղի վնասվածքի։ Ուղեղը լսում է ձայներ, սովորական ձայներ, բայց պետք է 3-ից 6 ամիս, որպեսզի մարդը կարողանա լիովին սովորի լսել նախադասությունները։ Այսինքն դա իրականություն է։ Այդտեղ գործող տեխնոլոգիա ունի, կա։ ԱՄՆ-ն կա։ Ռենսե սիստեմ նույնպես էլեկտրական սարք է, որը բուժում է էպիլեպսիան մարդկանց մոտ։ Այն աշխատում է ուղեղի մեջ որպես պահպան, նայելով նրա ակտիվությանը անոց մեջ ամեն օր եւ հետեւում է գալացող էպիլեպսիական պրիստուպներին։ Երբ սարքը նկատում է ինչ-որ տարօրինակ սիգնալներ, նա միանգամից հպում է տալիս էլեկտրական իմպուլսներ, որպեսզի կանգնեցնի էպիլեպսիական պրիստուպը։ Օրգանիզմ կապալանցանը, ճիշտ է։ Սովորական կապալանցանը։ Օրգանիզմի տիպի վատապանցանը։ Դետալացիա։ Ճիշտ է։ Մաքրի նկատի Պարզ դասակներն արմանկային ճիշտ է։ Երկրորդը հետհատվածի կանոնի կողմից Պարզ դասակներն Քայլ, բաց, վեգետատիվ։ Սիմպաթիկ դիապետան ողջ երկրների կողմից վեգետատիվ
Գարաջանակ 41-ից 45 սանտիմետր։